Մենք քարոզարշավի ընթացքում հանդիպել ենք ժողովրդի հետ, ներկայացրել ենք մեր ծրագիրը եւ մեր ծրագիրն է եւ մեր թիմի աշխատանքն է, որ մեր համակիրները այս պահին տեսնում ենք, որ մասնակցում են, իսկ չուզենալու ժողովրդի մեջ չուզենալու հանգամանքը դա երևի թե պայմանավորված է այս գործող իշխանության սենց պարզ ասեմ, որ վախում են արդեն, հոգնել են արդեն խոստումներից, դու բնականաբար ինձ թվում է մասնակցությունը կլինի բավականին լավ, մենք մեր ընտրաշավների ժամանակ էլ հորդորել ենք ժողովրդին, որպեսզի մասնակցեն ընտրությանը եւ իրենց ձայնը չկորցնեն, որպեսզի իրենց իրավունքները կարողանան պաշտպանել։ Շեմը հաղթահարելու դեպքում ինչպես է դիրքավորվելու ավականին։ Շեմը հաղթահարելու դեպքում դե նայած ինչ տոկոսի մասին է խոսքը լինելու, դեր ամեն ինչ արժևում է մինչև 20:00, բայց համագործակցելու ենք բոլոր ընդդիմադիր ուժերի հետ գործող իշխանության վերարտադրումը կասեցնելու համար։ Ինչ ակնկալիք ունեք ընտրությունների։ Մենք գնում ենք բացարձակ հաղթանակի եւ առաջ Աստված հուսամ ամեն ինչ լավ կլինի։ Իսկ հնարավոր է կոալիցիա կազմել, թե ոչ։ Ես ինչպես նշեցի, համագործակցելու ենք, համագործակցության արդյունքում կպարզվի ում հետ ինչ պայմաններով։ Իսկ ընտրվելու դեպքում առաջին քայլերն կնշեք, որոնք են լինելու։ Ընտրվելու դեպքում առաջին քայլերը մեր ժողովրդին շնորհավորելը, որովհետև սա լինելու է մեր հաղթանակը ապագայի եւ վաղվա օրվա համար, իսկ քայլերը դեռ կտեսնենք ինչ կլինի։ Արդյունքներից հետո ասացիք համագործակցել ում հետ կտեսնեք հետո, այսինքն դուք պատրաստ եք եւ ընդդիմադիր եւ իշխանական ուժերի հետ համագործակցել։ Ես նշեցի, որ մենք գնում ենք բացարձակ հաղթանակի, բայց բացարձակ հաղթանակի բացակայության դեպքում բնականաբար կհամագործակցենք, կփորձենք համագործակցել բոլոր ընդդիմադիրների հետ, բայց ոչ գործող քաղաքացիական պայմանագրի եւ հանրապետություն կուսակցության հետ։ Ձեր ծրագիրը հիմնականում ինչով է տարբերվում մյուս ծրագրերից։ Դե ծրագիրը բազմապիսի է, մենք մեր ծրագիրը կազմել ենք Ժառանգության կուսակցության հետ միասին եւ այնտեղ շատ կետեր կան, որոնք ժողովրդի մեջ այսօր պահանջված են եւ ընդունվել են մեր համակիրների կողմից, բայց ծրագրի հիմնական նպատակն է վաղաշաբաթ համայնքը եւ ընդհանուր այս պահին միացված խոշորացված համայնքի բարեկեցությունը, զարգացումը եւ հետագա ընթացքները պահելն է։ Իսկ մինչ այստեղ գալու մյուս տեխնատուներին հանդիպել եք, թե ոչ։ Մյուս տեխնատուներին ում։ Մնացած 7։ Չէ, բնականաբար չենք հանդիպել, դեռ կհանդիպենք հուսանք։ Բոլորս էլ մարդ ենք եւ վաղը չէ մյուս օրը բոլորս մեկս մյուսին ճակատ արջակատ հանդիպելու ենք, բարևելու ենք, այս ընտրությունները մարդկության վերջը չէ։ Շնորհակալություն։ Այս ընթացքում ձեր կուսակցության դեմ ճնշումներ տեսել եք։ Կուսակցության դեմ ճնշումներ չենք տեսել, միայն տեսել ենք փնովանքներ, զազրախոսություններ, բայց հանրապետություն կուսակցության կողմից միայն։